Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ստրեսի է ենթարկել վարորդներին։ Քաղաքապետարանի հարակից փողոցները, որոնք առանց այն էլ նեղ էին, առանձնացվել են ավտոբուսի համար սահմանված գծերով։ Ինչպես տեսնում եք, Երևանի քաղաքապետարանի դիմաց այս պահին ծանրաբեռնված է, խցանում է, ավտոբուսի համար հատկացված գիծը ծանրաբեռնել է երթևեկության գոտիները։ Նշենք, որ մենք այս պահին այստեղ նկարանում ենք, իրականացնում և ֆիքսում ենք, արձանագրում, որ ավտոբուսները չեն երթևեկում իրենց համար սահմանված գոտիներով, քանի որ առաջին գծում տեղակայված է կանգառը, իսկ որպեսզի կանգառին մոտենան և քաղաքացիները կարողանան օգտվել տրանսպորտից, նրանք պետք է իրենց համար հատկացված A գոտիներից դուրս գան։ Եվ ինչպես տեսնում եք, վարորդների համար ստեղծվել է խայտառակ վատ իրավիճակ։ Այս փոփոխությունների նպատակն իբրև բարելավելն է հանրային տրանսպորտի շարժը մայրաքաղաքում, սակայն հակառակ պատկերն է ստացվել։ Որպես ավականու անդամ, ինչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, արդյոք տրամաբանական հատվածներում են առանձնացվել ավտոբուսի գծերը։ Տեսեք, դեռ ավականու առաջին նիստերից մեկում էր, որ ներկայացրել է առանձնացված գոտիները ինչպես են լինում, ինչպես պետք է երթևեկությունը բեռնաթափվի, բայց ըստ քաղաքային իշխանությունը մենակ առանձնացված գիծը լսել է ու որտեղ պատահի գծեր է քաշել ու մի բան էլ աշկի տեղը ունքն է հանել։ Թե վատ բան չէ, երբ ավտոբուսի համար առանձնացված գծեր են ստեղծվում, բայց խորքում բազմաթիվ խնդիրներ է առաջանում վարորդների համար։ Այո, մենք էլ ենք առաջարկել, որ մեր բնակիչների շահելը, հետիոտնի շահը ավելի կարևոր է, քան մեքենայով վարորդների։ Այսինքն մեր հասարակ քաղաքացիները, որ ավտոբուս են նստում, ավելի կարևոր է հասարակական մեր շահը, քան մասնավորի շահը, բայց այսպիսի հիմար ձևով չեն անում, բնութագիրը այսպես տամ։ Ես 2 օր առաջ էլ էի ներկայացրել, որ շատ սխալ առանձնացված գծեր է այստեղ, որը բեռնաթափման տեղը ավելի են շատացրել խցանումները, առավոտից երեկո բոլոր վարորդները արձագանքում են, շատ վատ ձևի արձագանքներ են հնչում այստեղ։ Ինչ էինք ներկայացրել էինք, ոնց պետք է առանձնացվի ամբողջ Երևանում։ Նախ առաջինը կենտրոն համայնքից կարմիր գծերը պետք է հեռացվեր, որտեղ հիմնական փողոցներ են, հիմնական փողոցներից, որտեղ երթևեկում է հանրային տրանսպորտը։ Դրանից այդ կարմիր գծերի փոխարեն լինի տրանսպորտին հատկացված գիծ։ Այո, հենց այդտեղ։ Պիտի մեքենաները չկանգնեն հիմնական փողոցներում, որտեղ հանրային տրանսպորտն է երթևեկում։ Կարմիր գծեր կարող են լինել, օրինակ Կողբացի փողոցում, նման փողոցներում, փոքր, որտեղ հանրային տրանսպորտը չի երթևեկում։ Երկրորդ, այդ քայլերը միջև անելը պետք է վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցվեր Երևանում։ Տեղերն էլ էինք ցույց տվել, մեկը Մալիբոյի վերևի Ամիրյանի անկյունում, մի քանի տեղ ցույց էինք տվել, որտեղ կարելի է կառուցել, թեկուզ մասնավորի հետ համատեղ ավտոկայանատեղիների կառուցումից հետո կարմիր գծերի հեռացումներ, հետո նոր ագոտի սահմանվում էր, շատ հիանալի փողոցներ էինք ունենում, բեռնաթափվում էր Երևանը այդ ձևով։ Չգիտեմ, ես առաջին նիստին բարձրաձայնեցի, իրանք լսեցին, բայց չգիտեմ, երևի մեր առաջարկներ չուզեցին, որ ցույց տան մենք ենք առաջարկել, ես Վրաստան էի այցելել, նույն կարմիր գծերը ուսումնասիրելու եւ եկել առաջարկը ներկայացրել էի, Վրաստանի օրինակով էի ցույց տվել, բայց ինչպես տեսնում եք, ինչ բարեփոխում ուզում են անեն, ամբողջությամբ ձախողվում են, որտեղ կպտում են, այնտեղ փչանում է, ավելի լավ է իրանք չկպտեն, ոչ մի տեղի չկպտեն, թողեն ոնց կա, տենց մնա մեր քաղաքը։ Երևանի քաղաքապետարանը հերթական որոշում է կայացրել երթևեկության փոփոխության հետ կապված։ Այս պահին մենք գտնվում ենք Երևանի քաղաքապետարանի առջև։ Վերջին օրերին հենց այս հատվածում երթևեկությունը ուղղակի կատաստրոֆիկ ծանրաբեռնված է, որովհետև A գոտի են առանձնացրել, ավտոբուսի գոտի են առանձնացրել եւ երթևեկությունը խաթարվել է։ Ասում են, որ նպատակը բարելավումն է, սակայն դուք բարելավում նկատում եք այստեղ։ Երևանի քաղաքային գործող 2.5 միավորանոց իշխանության որևէ որոշում իր նպատակին չի ծառայել, դրանք բոլոր նրանց կայացրած որոշումները եւ անհիմն են եղել իրավական առումով նաեւ եւ փաստացիորեն մենք դրանց ականատեսն ենք լինում։ Վառ օրինակ է կարմիր գծերի կայանման համար վարձավճարի թանկացման օրինակը, երբ որ թանկացրեցին 12,000 դրամից 160,000 դրամ դարձրեցին, բայց քաղաքը չբեռնաթափվեց, մինչդեռ նպատակը քաղաքի կենտրոնը, ընդհանրապես քաղաքը բեռնաթափելն էր։
Բայց ստացվում է այնպիսի մի պատկեր, որ քաղաքային իշխանությունը թանկացրեց գումարը, ստացավ մի քանի միլիարդ անգամ ավելի եկամուտ, բայց այդ եկամուտը թե ինչի վրա ծախսվեց, ինչ շահեց դրանից հերոս հարկատու Երևանցին, Երևանաբնակը, անտեսանելի է եւ մենք դրա փոխարեն տեսնում ենք, որ քաղաքը ել ավելի ծանրաբեռնված է եւ երթևեկության փոփոխություն, որ կազմակերպում են, չեն կարողանում առանց խոչընդոտների, առանց մարդկանց հավելյալ խնդիրներ առաջացնելու իրականացնել։ Եվ փաստորեն ստեղծվում է իրավիճակ, երբ որ գալիս է ավտոբուսը գալիս է եւ պիտի կայանի իր համար նախատեսված գոտում, որը այս պարագայում տեսնում ենք, որ գծանշված էլ չէ, առանձնացված չէ, ընդհանրապես փոփոխություն է իրականացել, որը դեռ քաղաքացիների, վարորդների եւ հետիոտների համար ոչ այնքան հստակ է, թե իրականում ինչ փոփոխություն է, ինչ նպատակ է հետապնդում, բայց փոխարենը արդեն մի քանի օր է քաղաքում կաթվածահար է, հատկապես այս հատվածում կաթվածահար է ողջ երթևեկությունը։ Այս հատվածում 3 գիծ կա երթևեկելի, մեջտեղի գիծը առանձնացվել է ավտոբուսի համար եւ առաջին գծում էլ ավտոբուսի կանգառն է։ Այսինքն փաստորեն ավտոբուսի վարորդը պետք է մտնի առաջին գիծ, չերթևեկի իր գծով եւ եթե շարքային վարորդը ստիպված է լինելու առաջին գծից հոց գիծ հատել եւ անցնել երկրորդ կամ երրորդ գիծ։ Հոց գիծը պիտի հատի, որ տուգանվի, որպեսզի կարողանան իրենց գերշքեղ կյանքը վայելել եւ իրենց աղքատությունը հաղթահարել եւ իրենց գրպաններում եւ իրենց ուղեղներում։ Չէ՞ որ այս թիմի բոլոր անդամները, որ իշխանության եկան ժամանակին, գիտենք, որ փողոցից հավաքվեցին այդ մարդիկ եւ եկան կարգախոսներով ու լոզունգներով, կարելի է այսօր արդեն գեներացնել եւ ասել, որ դուխով թալանել, դուխով տուգանել, որպեսզի դուխով հաղթահարել աղքատությունը իրենց գրպաններում եւ իրենց ուղեղներում։ Այսպիսի որոշումներ կայացնելիս ավականին ինչպիսի մասնակցություն է ունենում, արդյոք քննարկվում է ավականուն նիստերում կամ հանձնաժողովների նիստերում։ Ճանապարհային Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը համատեղ իրականացնում են հանձնաժողովի միջոցով քննարկումներ եւ գալիս են ընդհանուր հայտարարի։ Ավականու կողմից Մայր Հայաստան խմբակցությունը մի քանի անգամ հանդես է եկել առաջարկներով թեթևացնելու վերգետնյա անցումներ տեղադրելու համար, որպեսզի քաղաքային երթևեկը իրականում թեթևանա, բայց իրենք մշտապես պատասխանել են, որ չունեն բավարար գումար բյուջեում, որպեսզի կարողանան այդ վերգետնյա անցումները տեղադրել, փոխարենը իրենց համար ավելի հեշտ է, ինչպես ժողովրդի մոտ ընդունված է ասել, պարկած ոստիկան տեղադրելը, բարդացնել մարդկանց կյանքը, արագությունը կոտրել եւ այդ մեքենաների համար էլ պահեստամասերը վնասել մեքենայի եւ նորից խնդիրներ ստեղծել քաղաքացիների կյանքը հնարավորինս դժվարացնելով եւ ծանրաբեռնելով խնդիրներով։ Այս որոշումը հերթականներից է, որ Երևանում քաղաքային իշխանությունը տեղում չէ, իրենք իրենց կոալիցիոն գործընկերոջ հետ, թրքամետ գործընկերոջ եւ այնի մի քանի հոգում, որ անասնագողության ընթացքում տարան իրենց մոտ եւ իրենց որոշումները, ապիկար որոշումները, քաղաքացու եւ հայ մարդու ընդհանրապես Երևանաբնակի շահերից չբխող որոշումները իրականություն են դարձնում։ Այս մարդիկ ու պարզապես հասկանում են, որ ժամանակը շատ կարճ է, իրենք փորձում են հաղթահարել աղքատությունը իրենց գրպաններում եւ ուղեղներում, տուգանելով, տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով մեր քաղաքացիներին։